Սևանում խանութ սրահներից մեկի հետնամասում ծագած վիճաբանությունը վերածվել էր դաժան հաշվեհարդարի, որի զոհ էր դարձել երիտասարդ տղա։ Քննչական կոմիտեի տվյալներով սպանությունը կատարելու մեղադրանք է առաջադրվել երկու անչափահասի, որոնք ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների տուժածին բազմաթիվ հարվածներ են հասցրել ձեռքերով, ոտքերով ու դանակով, պատճառելով մահացու վնասվածքներ։ Դեպքից ամիսներ անց քննությունը հանգել է ավարտին, բացահայտելով ողբերգական միջադեպի բոլոր մանրամասները։ Սա հերթական անգամ օրակարգ է բերել դեռահասների շրջանում աճող բռնությունը, դանակների ազատ շրջանառությունը եւ կանխարգելման արդյունավետության բոլոր հարցերը։ Հերթական անգամ աղջկա պատճառով ծագած վիճաբանությունն ունեցավ ողբերգական ավարտ։ Սևան քաղաքում երկու անչափահասներ վիճաբանության մատնվեցին 19-ամյա երիտասարդի հետ եւ դանակի մի քանի հարված հասցնելով նրան կյանքից զրկեցին։ Անչափահասների կողմից կատարվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները քրեական արդարադատության համակարգի ամենազգայուն խնդիրներից են։ Նման դեպքերում իրավապահների ուշադրության կենտրոնում են ոչ միայն կատարված հանցագործության հանգամանքները, այլև այն գործոնները, որոնք կարող են անչափահասին մղել բռնության, ընտանեկան միջավայրից եւ սոցիալական ազդեցություններից մինչեւ հասակակիցների ճնշումն ու կոնֆլիկտների լուծման ոչ իրավաչափ վարքագիծը։ Յուրաքանչյուր նման գործ պահանջում է մանրակրկիտ քննություն, քանի որ խոսքը վերաբերում է ինչպես մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը, այնպես էլ անչափահասների մասնակցությամբ կատարված առանձնապես ծանր արարքին։ Այդպիսի քրեական վարույթներից մեկի նախաքննությունը ավարտվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։ Խոսքը 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում տեղի ունեցած սպանության մասին է, որի գործով մեղադրվում են երկու անչափահաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սևան քաղաքում գտնվող խանութ սրահի ետնամասում ծագած վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական եւ արհույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան համայնքի հրապարակում գտնվող խանութ սրահի հետնամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը տեղի ունեցել երկու անչափահասների եւ Շամշադին համայնքի 19-ամյա բնակչի միջև, որի ընթացքում երկու անչափահասները ձեռքերով եւ ոտքերով, ինչպես նաեւ դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 19-ամյա Շամշադին համայնքի բնակչին եւ սպանել են վերջինիս։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ գործով մեղադրյալ անչափահասներից մեկը մինչեւ դեպքը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել սառը զենք հանդիսացող կրփազենք։ Բացի այդ պարզվել է նաեւ, որ անչափահասներից մեկը ապօրինի կերպով պահել է սառը զենք, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Մեր տեղեկություններով անչափահասների պաշտպանությունը ստանձնել են հանրային պաշտպաններ, որոնց հետ մինչ հաղորդաշարի հեռարձակումը կապ հաստատեցինք։ Պաշտպանները քրեական գործի այս փուլում որևէ տեղեկատվություն չտրամադրեցին, գործն արդեն ուղարկվել է դատարան։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել երկու անչափահասներից մեկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով, այն է ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փաստով, ինչպես նաև մյուս անչափահասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով եւ 334-րդ հոդվածի առաջին մասով, այն է ապօրինի կերպով սառը զենք կրելու մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, վերջիններից ներկայացվել է մեղադրանք եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ինչ կլինի անչափահասների հետ եւ ինչ ճակատագրի կարժանանան նրանք կորոշի թերևս դատարանը։ Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ նմանատիպ դեպքերը անչափահասների համար գործող օրինակ եւ զգոնության ազդակ կլինեն։